մեզ է միացել տաղավարում ռազմական փոխգետ Դավիթ Ջամալյանը։ Պարոն Ջամալյան, շնորհակալություն, որ այստեղ եք եւ ընդունել եք հարցազրույցի հրավերը։ Առաջինը հարցնելու եմ Փաշինյանի այս հայտարարության վերաբերյալ, որքանով եք իրատեսական համարում, որ Ադրբեջանը ցանկանում է հավակնությունները իր տեղափոխել Հայաստանի տարածք, հակամարտությունը տեղափոխել Հայաստանի տարածք եւ կից կրակոցներ վերջին շրջանում Հայաստանի գյուղերում են լսում սահմանամերձ Ադրբեջանի հետ, ինչի մասին են այս կրակոցները, որքանով են Ադրբեջանի հավակնությունները արտացոլում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Գիտեք, կան շատ ակնհայտ փաստեր։ Եվ ես այստեղ մեր բոլորի ուշադրությունը կհրավիրեի հետևյալ հանգամանքի վրա։ Առաջին անգամը չէ, որ այս անձնավորությունը, որ հայտնվել է վարչապետի առանձնասենյակում, բազկաթոռին, ճանաչում է Ադրբեջանի, ընդունում է հրապարակավ, խոսում է Ադրբեջանի սահմանադրորեն ամրագրված ամբիցիաների մասին Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Հիմա ցանկացած բանական մարդու մոտ հարց է առաջանում, դու ոչ բարով ես երկրի ղեկավարն ես 7 տարի, ընդունում ես այդ փաստը, ինչ ես անում, որ այդ հավակնությունները իջիկ դառնան, նամանավանդ երբ խոսքը գլոբալ, ամբիցիոզ խաղաղության դարաշրջան բացելու մասին է։ Խաղաղության օրակարգ է անում։ Այո, հետևաբար եթե նորմալ ղեկավարություն լինի երկրում, ամեն ինչ պետք է լինի հավասարության սկզբունքին համահունչ, այսինքն եթե նրանք ինչ-որ բան են պահանջում մեզնից կապված սահմանադրության հետ, առնվազն մենք նույնը պետք է պահանջենք, նամանավանդ, որ իրենց մոտ շատ հստակ է, որում սա քաղաքական կուրս է, պաշտոնական կուրս է Ադրբեջանում, եւ եթե դու չես պահանջում Ադրբեջանից սահմանադրության փոփոխություն, բայց գիտես, որ այդ ամբիցիաները, այդ հավակնությունները կան իրենց սահմանադրությունում, դու պատրաստ ես կնքել ինչ-որ թղթի կտոր, այդ հավակնությունները ադրբեջանական սահմանադրության մեջ թողած։ Հիմա ինչ է ասում։ Մենք գիտենք, որ այդ հավակնությունները կան, բայց պայմանագրի թե համաձայնության տեքստի մեջ այդ հավակնությունները արտահայտված չեն։ Ուրեմն երկրի գերագույն օրենքը, որի վրա պետությունը կառուցված է, սահմանադրությունն է, ոչ թե միջպետական փաստաթուղթը։ Հիմա դու եթե կնքում ես Հայաստանի Հանրապետության հանդեպ սահմանադրորեն ամրագրված ամբիցիաներով Ադրբեջանի հետ ինչ-որ մի բան, նշանակում է դու լեգիտիմացնում ես այդ պահանջները։ Եվ ինչ-որ մի գեղեցիկ օր, երբ նամանավանդ եթե ամենասարսափելի սցենարը կյանքի կոչվի եւ ուրեմն այդ 300,000 ադրբեջանցիները գան ու բնակեցվեն Հայաստանի Հանրապետությունում, բնականաբար X պահից հավակնությունները իրական են դառնալու, իսկ 300,000-ը սեպարատիստական, անջատողական, մայր հայրենիքին չակերտել, էլի, միավորվելու պահանջներ են առաջ քաշելու եւ այս պարագայում Ադրբեջանը շատ հստակ իր դիրքորոշումը արտահայտելու է, ասել է դու պայմանագիր ես, համաձայնագիր ես կնքել ինձ հետ։ Իմ սահմանադրությամբ հանդերձ այդ սահմանադրությունը գործում էր ստորագրման պահին, դու դա գիտեիր, դու ստորագրում էիր ինձ հետ համաձայնագիր, այսպես կոչված խաղաղության, որտեղ այդ ամբիցիաները կային, դու այդ հավակնությունները կային, դու իմանալով հանդերձ ստորագրել ես։ Ըստ այդմ քո տարածքի, չգիտեմ, 60%-ը իմն է։ Դու ընդունել ես դա։ Ընդ որում, սահմանադրությունը կից ինտենսիվ պետական քաղաքականություն է վարում Ադրբեջանը, Ալիևի գլխավորությամբ եւ պետական ֆինանսավորմամբ Հայաստանի ամբողջ տարածքը հայտարարելով Արևմտյան Ադրբեջան եւ այդ 300,000 ադրբեջանցիներին ձեր նշած հենց նույն այդ պետական քաղաքականությամբ են Թուրքիայի հովանավորությամբ իրականացող պետական քաղաքականությամբ են փորձում, այսպես ասել, վերաբնակեցնել, այսպես ասենք, Հայաստանի տարածքում։ Կրակոցները ինչի մասին են, պարոն Ջամալյան։ Կրակոցները ավելի այսպես պրակտիկ հարթության մեջ են, եթե այն ինչի մասին քիչ առաջ խոսում էինք, ավելի այսպես տասնամյակների հեռահարության ական է մեր պետականության հիմքում դրված, եթե այդ գործող ադրբեջանական սահմանադրությամբ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրվի, ապա կրակոցների պարագայում ամեն ինչ շատ ավելի այսպես պրակտիկ է, մոտակա հեռանկարի հետ է առնչվում։ Նախ եւ առաջ սրանք պետք է մեզ զբաղեցնեն պատերազմով մեր երկրի բնակչությանը, Ադրբեջանը պետք է կրակի, որպեսզի այդ մեր իշխանություն կոչեցյալի այդ սպառնալիքը ահաբեկումը միս ու այլում ստանա ավելի այս ծառարկայական դառնա համոզիչ լինի։ Եվ ըստ իս կա նաև իհարկե երկրորդ կողմը ավելի պրակտիկ Ադրբեջանի համար շատ կարևոր է որպեսզի մեր սահմանամերձ բնակավայրերը դատարկվեն, որպեսզի X պահին երբ ագրեսիան ուրեմն
ձեռնարկվի, իրենք գրոհեն դատարկ բնակավայրերի վրա, որովհետև այնուամենայնիվ բնակչության հետ կապված խնդիրները անգամ եթե իրենք այսպես փորձեն թոս փչել, միջազգային աղմուկ լինի։ Այո, որովհետև այդ միջազգային աղմուկը չլինի, շատ ավելի ձեռնտու է, ավելի հեշտ է, հարմար է հարձակվել ուրեմն դատարկ բնակավայրերի վրա, իրենք եկեք անկեղծ լինենք, այդ տագնապի մթնոլորտը որոշ չափով ստեղծել են, որովհետև երբ նրանք կրակում են, մերոնք չեն պատասխանում, բնականաբար տվյալ գյուղում ապրող մարդու մոտ հարց է առաջանում իր երեխաների հեռանկարների վերաբերյալ։ Նախկինում էլ էին կրակում, բայց 1-ին 10 պատասխան էին տալիս մերոնք։ Եվ հələ դեռ մի բան էլ եթե պետք էր լինում, կանխարգելիչ հարվածներ էին հասցնում եւ միառժամանակ թշնամին լռում էր։ Այսինքն դուք նկատի ունեք, որ ռազմական տեսանկյունից հնարավոր չէ մի կողմից կրակեն, մյուս կողմը ասի մենք սադրանքների չենք տրվում, լռում ենք, անգամ երբեմն չենք հայտնում այդ կրակոցների մասին, ուշադրություն չենք դարձնում եւ դա ի օգուտ այս լռող կողմի լինի։ Դա անհետությունը երբեմն նորմալ։ Դա Հայաստանի քաղաքականությունն է պաշտոնական հիմա։ Դե մենք абսուրդի թատրոնում ենք ապրում 7 տարի, ոչ մի բանի վրա չպետք է զարմանալ, սա ուղղակի աննախադեպ բան է միջազգային հարաբերությունների պրակտիկայում էլի եւ փառք Աստծո, որ մեր ժողովուրդը սթափվում ու իրերի դրությունը ճիշտ գնահատում է հիմա։ Բայց սա հավաքական էֆեկտ չի ունենալու, օրինակ քնածաղի բնակիչը, որի տունը շաբաթը մեկ ծակում են գնդակով, ի վերջո չի տեսնում պատասխան բան։ Ինքը ինչ է անելու, շարունակելու ապրել, թե ամեն դեպքում այդ հավաքական դուք ինչպես ասացիք, հենց նպատակներից մեկն էլ դա է։ Դե օրինակ ինչքանով է քնածաղի բնակիչը համոզված, որ ինքը պաշտպանված է։ Ես կարծում եմ անգամ Երևանի կենտրոնում ապրող ու սթափ միտք ունեցող մարդը չի կարող իրեն Նիկոլ Փաշինյանի օրոք պաշտպանված գալ առավելևս խնածախում, ուղղակի եթե մարդիկ այդքանով հանդերձ շարունակում են կարճած մնալ իրենց արմատներին, իրենց տներին, ուղղակի փառք ու պատիվ ու շնորհակալություն, մինչև ժամանակներ փոխվեն եւ ամեն ինչ վերադառնա իր շրջանից յուր, երբ մենք մեկին կրկնում եմ 10 պատասխան ենք տալիս հակառակորդին լրացնելու, նամանավանդ թուրքի նման հակառակորդին լրացնելու, նրա այդ խաղաղ քիչ թե շատ էսպես ապրելու մի սցենար կա, դու պետք է ավելի ուժեղ լինես։ Թուրքը պետք է իմանա, որ քո հարվածը ավելի ուժեղ է լինելու, ավելի ցավոտ է լինելու։ Եվ մենք այդ փորձը ունեինք մոտ 30 տարի, մինչև աղետը մեր գլխին եկավ 2018-ին։ Եվ այդ փորձը պետք է վերարտադրվի, երբ որ սխայտարակ էջը մեր թերթվի անցնի գնա։ Անջամանակ երկու, այսպես ասենք, աղմկահարից այդ բավականին, այսպես ասենք, բարձրաձայն հնչեղություն ստացած դեպքերից եմ ուզում խոսենք։ Առաջինը Ռոբերտ Քոչարյանի հանդիպման ժամանակ ուսանողների հետ հայկական համալսարանի ինքը խոսեց անկանոն գնումների մասին մեր գենշտաբի եւ այլն։ Դուք որպես ոլորտի մասնագետ ինչով է վտանգավոր այսպիսի քաոտիկ անկանոն գնումները եւ արդյոք ժամանակին ինչպես է դա եղել կարգավորված, հիմա ինչպես է եւ ինչ կարելի է սպասել, իհարկե մնալով օրենքի մեջ, փորձենք խոսենք, իսկ երկրորդը դա մեր ոչ բարև ծանոթ մի անձնավորության մասին է խոսքը, նույնիսկ այսօր Ռուսաստանի դեսպանն է արձագանքել եւ գրել է նամակ Սուրեն Պապիկյանին, որ ինքը համարում է, որ Արծրուն Հովհաննիսյանը լինելով պաշտոնյա Պաշտպանության նախարարության կազմում չպիտի այդպիսի հայտարարություններ, որն է նպատակը, ինչու հենց իրեն հանեցին, ինչքանով է ինքը նաև պատմաբան, հա, այսպես ասենք, որ կարողանում է պատմական ինչ-որ բաներ եւ արդյոք այսպիսի թեզերով շարժվող մարդուն դնելով ակադեմիայի հայտը չունեցան Բաղրամյանի անվան ակադեմիայի ղեկավարը խոչուչ պաշտոն է, հա, արդյոք սա չի կազմակերպում գաղափարախոսության բանակում։ Ուրեմն առաջի հարցը գնումների անկանոնության հանգամանքը ոչ թե պայմանավորված է գլխավոր շտաբի մասնագետների ոչ պրոֆեսիոնալ լինելով, այլ մեր ոչ բարով քաղաքական ղեկավարության այն հստակ իմպերատիվով, որ
ամեն հնարավոր կապերը հապկից Ռուսաստանից պետք է կամ նվազագույնի հասցնել կամ զրոյացնել, իսկ այս իրավիճակում գլխավոր շտաբում տարբեր ստրուկտուրալ է այդ ուրեմն միավորներում աշխատող ծառայող զինվորականությունը ելք է ման գալիս, որովհետև զինվորականները շատ լավ գիտեն, որ ագրեսիան անխուսափելի է։ Իրանական կողմի, ռուսական կողմի հակազդեցությամբ է, որ Սյունիքի դեմ ագրեսիա չի իրականացվում։ Իրենք գիտեն, որ ինչ-որ պետք է անել։ Եթե այդպես քաղաքական դիրքորոշումը կա, որ Ռուսաստանի հետ չպետք է լինի, հապկի հետ չպետք է լինի, ելքը որն է եւ այդ անկանոնության մեղքը էլի գալիս ու վերագրվում է գործող բարձրագույն իշխանության, այսինքն իրենք մի կողմից Հնդկաստանի հետ են փորձում ինչ-որ հարաբերություններ հաստատել, էլի քիչ թե շատ, եթե այստեղ ինչ-որ մի իրատեսական հեռանկարներ կան, էլի Հնդկաստանի հետ համագործակցության հետ կարելի է կապել։ Ֆրանսիայի հետ ամեն ինչ զուտ ֆրանսիական ռոմանտիզմի դաշտում է, որովհետև ինչ-որ սահմանափակ քանակով ինչ-որ բան եթե անգամ եկել է կամ դա ֆրանսիական ամբողջ ռազմարտունաբերությունը կենտրոնացված է ուկրաինական բանակի կարիքները բավարարելուն եւ բնականաբար հույս ունենալ, որ ֆրանսիական զենքը գալու է մեզ փրկելու է ու փոխարինելու է հապկին անհետեթություն է։ Հիմա անկանոնություն, ինչպես ամեն ինչ է երկրում անկանոն ու քաոտիկ, այստեղ էլ է քաոտիկ, բայց այստեղ զուտ ուղակի քաոս չի, ես քաոսի տրամաբանությունը չի, այստեղ ես էլի համակարգային դավաճանության տարրերն եմ տեսնում, որովհետև եթե դու հրաժարվում ես հապկի գծով օգնությունից, որը մեզ առաջարկվել է 2022-ի դեկտեմբերին, ձրի եւ շատ մատչելի դու հրաժարվում ես, առնվազն սա միջոցների վատնում է նշանակում, որովհետև դու ձեռք ես բերում ավելի թանկ գներով, հետո այլ երկրներից, հետո այն ինչ որ դու ձեռք ես բերում, պետք է ներդաշնակեցնես քո ունեցածի հետ, այսինքն անձնակազմ պետք է պատրաստես, ժամանակի խնդիր է։ 155 մմ-անոց, օրինակ, ուրեմն այդ հաուբիցների պարագայում 155 մմ-անոց արկերի անխափան մատակարարումը, երբ մենք ագրեսիայից մի 5 րոպե առաջ ենք գտնվում, արդյոք այդ ռիսկերը գնահատվել են թե չէ։ Այսինքն առհասարակ նախապատերազմյան շրջանում ինչ որ ռիսկային փորձարկումներ տնել բանակի գլխին, սա նշանակում է բանակը թիրախ դարձնել։ Հիմա մենք կարող ենք անգամ եթե հնարավոր է Թուրքիայից էլ զենք գնել, սկզբունքորեն, բայց դա պետք է արվի ոչ թե հակադրության տրամաբանությամբ, այլ լրացնելու տրամաբանությամբ։ Իդեպ այն անհեթեթ թեզը, թե նախկինում մենք ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցություն չենք ունեցել, հերքվում է այն փաստով, որ կար հայ-լեհական Լյուբավա-Արմենիա ընկերությունը ստեղծված եւ Լեհաստանի հետ կար ռազմատեխնիկական համագործակցության բավական լուրջ այդ ուրեմն ուղղությունը եւ մենք հապկի անդամ լինելով ծրի ստանալով երբեմն նաեւ շատ մատչելի նաեւ չենք հրաժարվում բանից այսինքն եթե դու արևմուտքի հետ համագործակցություն եթե դու առանց հակադրվելու ես քո հիմնական ստրատեգիական դաշնակցից հնարավորը ստանալու զատ լրացնելու տրամաբանությամբ այլ երկրների հետ համագործակցություն, սա նորմալ է, սա պետք է լինի։ Ողջ ողբերգությունը կայանում է նրանում, որ հակադրության տրամաբանությամբ պարտադրված իրենց անգլոսաքսոնական տերերից պարտադրված հակադրության տրամաբանությամբ իրենք փորձում են ժխտել ամեն ինչ, ինչ կապված է Ռուսաստանի ու հապկի հետ, եւ այդ քաոտիկ վիճակը հենց այդ իմպերատիվ քաղաքական բանով է գծով է պայմանավորված։ Ամեն ինչ իր տեղը կընկնի, եթե առհասարակ շատ բան, իսկապես ամեն ինչ իր տեղը կընկնի, եթե խայտարակ էջը իշխանության փակվի, հա։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին։ Տեսեք, ցանկացած անընդունելի թեզ հրապարակավ հնչեցնելու համար այս իշխանությունը փնտրում գտնում է այնպիսի վարկաբեկված կերպարների, որոնք այլևս վարկաբեկվելու տեղ չունեն։ Եվ այդ առաջի ուրեմն այդ կրակոցը դեպի հանրային ընկալումը անում են նրանք, ովքեր վարկաբեկված են այնքան կրկնում են, որ այլևս տեղ չկա վարկաբեկվելու։ Սա նացիզմի քարոզչություն է, բարի ամենաբուն իմաստով, ընդ որում այստեղ մենակ այդ կերպարի մասին չի խոսքը։ Այստեղ նաև մեկ ուրիշ կերպար էլ կա իր դեմը նստած։ Սա պետական հանրային մեր բոլորի հարկերով սնվող հեռուստատեսության եթերից նացիզմի քարոզչություն է։ Ես այստեղ պատմական թեզերին անդրադառնալը անիմաստ եմ համարում, դա անհեթեթություն է ուղղակի։ Այն ֆոնին, երբ Ալիևը ասում է, թե Հայաստանում ֆաշիզմ կա ու այդ ֆաշիզմը պետք է արմատախիլ անել։
Այո, եւ գիտեք, երբ որ այդ ամեն ինչը մեկ մոզաիկայի մեջ այսպես համադրում ես, ոչինչ պատահական չի, էլի արվում։ Կարծես թե ամբողջ մեր պետական ապարատը լցված է կամ Ալիևի խոսքերը այսպես ավելի հավաստի դարձնելուն, հա, ու մեզ տեսեք, ինչ որ հակառուսական հերթական հիստերիայի ինչ որ ախտաբանական, հա, խոր արմատներ ունեցող նաև հիստերիայի հետ գործ ունենք եւ հմեկը լցվել է պետական հերոստատեսությունը նացիզմի քարոշությամբ, ինչ ուղղակի անթույլատրելի ու խայտարակությունից ուղղակի շատ կարճ մի բան ասեմ, Թուրքիան Գերմանիայի կողմից նացիստական չէր զավթվելու։ Նացիստական Գերմանիան Թուրքիային իբրև դաշնակից օգտագործելու էր Ստալինգրադի ճակատամարտից հետո, որտեղ մինչև Ստալինգրադի ճակատամարտը Թուրքիան անուղղակիորեն էր ներգրավված հիտլերյան ագրեսիային։ Օրինակ Խրոմի ստրատեգիական նշանակություն ունեցող հումք էր մատակարարում Գերմանիային, որը օգտագործվում էր զրահատանկային արդյունաբերության մեջ։ Օրինակ, երբ որ Ղրիմը օկուպացրել էին գերմանացիները իրենց Ղրիմի թաթարների հետ Թուրքիան կապեր հաստատել նացիստական օկուպացիոն ռեժիմի իմացությամբ, հենց պայքարում էին տեղի պարտիզանների դեմ, այսինքն Թուրքիան անուղղակիորեն այսպես թե այնպես ներգրավված էր իբրև դաշնակից։ Այսօր նույնիսկ Ռուբեն Մալքոնյանը ուրիշ տեղ հարցազրույց էր տալիս, պատմեց, որ օրինակ Թալիատին պաշտոնական մակարդակով վերավարկավորեցին 1943 թվականին եւ Գերմանիայի նախագահ թե ով էր այնտեղ այդ պաշտոնի ժամանակ մասնակցում էր այդ վերավարկավորման, այսինքն ասել, որ իրենց մոտ վատ հարաբերություններ են եղել, դառնվազն ոչ թե վատ, ուղղակի թուրքերը ուղղակի այսպես շատ շրջահայացորեն սպասում էին Ստալինգրադի ճակատամարտի ելքին եւ երրորդ թուրքական բանակը, որ դեռ առաջին համաշխարհայինից մեր թաթերաբեմում է տեղակայված մինչեւ հիմա էլ կազմոպատրաստ սպասում էր, որպեսզի ներխուժեր ռեգիոն եւ ինչ մեծ Հայաստան, ինչ բան։ Ընդամենը ժամերի հարց էր լինելու, ընդամենը 2 միլիոն հայի հարց լուծելը օրերի հարց կարող է լինել, եթե Ստալինգրադը ինքը հավատում էր, ինքը ինչ էր խոսում։ Գիտես թվում է այո արդեն։ Տեսեք, հա, շատ ճիշտ հոգեբանական նյուանս է անդրադառնում, որովհետեւ ամենավերջի այլանդակությունն ասելուց մարդը պետք է իրեն այլանդակ չզգա, էլի դրա համար մարդը միշտ փորձում է հավատալ նրան, ինչ ասում է կամ ինչ որ արդարացումներ գտնի հազարամի կախվածությունները գործող իշխանությունից անգլոսաքսոնական տերերից այնքան ուժեղ են, որ անկախ նրանից հավատալով կասի ու ոչ միայն ինքը իր նմանները էական չի ամենավարկաբեկված մարդկանց այսպես շատ բոլոր բարոյական բաները մի կողմ դրած օգտագործում են, հետո գցելու են մի կողմ։ Պարոն Ջամալյան, եւս մի հայտարարության եմ ուզում անդրադառնանք, ձեր մեկնաբանությունը կարևորում եմ այստեղ հատկապես։ Նիկոլ Փաշինյանի կինը Աննա Հակոբյանը խոսեց 11,000 դասալիքի մասին։ Ես իհարկե գուցե իրավունք ունեմ ասելու, որ ես գիտեմ, որ պատերազմը լավ բան չէ եւ այո, կան վախենալու դրվագներ եւ ես չեմ ուզում արդարացնել դասալիքներին։ Հարցս այլ տրամաբանության մեջ է։ Այս հայտարարությունը հնչեց եթե մի կողմ դնենք իրենց մեղքը ուրիշի վրա բարթելու հանգամանքը, այս հայտարարությունը հնչեց արդյոք նաև հայկական զինված ուժերը վարկաբեկելու միտումով, ինչու եմ սա ասում, մի զուգահեռ կանցկացնեմ, եթե եւ կարծեմ արդյոք համաձայն եք թե չէ։ Ցեղասպանությունից առաջ մենք գիտենք, թե ինչ էին անում երիտասարդ հայ տղամարդկանց հետ, նրանց հետ, ովքեր կարող էին ինքնապաշտպանական մարտերը կազմակերպել։ Հավաքում եւ տանում էին թուրքական զորքի աշխատավորական, այսպես ասենք, գումարտակներում ճանապարհների շինարարության վրա աշխատելու։ Հայկական զինված ուժերը որակազրկում են այսպիսի հայտարարությամբ եւ արդյոք սա նման է նրան, ինչ տեղի էր ունենում ցեղասպանությունից առաջ։ Հետաքրքիր զուգահեռներ են, նախ կարծեմ կինը ինչ որ այլ Ես կարծում եմ այո, դրան շատ կարևորություն չտա։ Եթերից ինչևէ։ Հիմա միասին ապրող այդ, հա, երկուսից մեկը նման, հիմա տեսեք, դասալքությունը կարելի է խրախուսել, ստեղծել այնպիսի իրավիճակ, որ խթանես դասալքությունը, նախ այդքան բնականաբար չի եղել, ես շատ երկար կարող եմ թվարկել եւ 44 օրյայի ընթացքում եւ ՀՀ զինված ուժերի եւ առավելևս Արցախի պաշտպանության բանակի հերոսության, հերոսական դիմադրության, պրոֆեսիոնալ դիմադրության դրվագները եւ դրանից հետո նաեւ 23-ին
մեկօրյա ռազմագործողություններում, թե ինչ ուղղակի հրաշքներ են գործել մեր սպաները, զինվորները պաշտպանության բանակում։ Բայց համակարգային քաոս ստեղծելով իրենք խթանել են, որ X թվով հատկապես կամավորականներ թողնեն հետ գան, ինչու, որովհետև երբ որ լրա համալրումը դադարեցվեց, փոխարենը կոչ արվեց ջոկատներով գնալ, ջոկատներով գնում ես, հասնում ես տեղ, ես մինչև ամսի 12-ն եղել եմ Ստեփանակերտում, Մարտունիում, տեսել եմ ջոկատները Ստեփանակերտում, այսպես քաոտիկ վիճակում, գալիս էին եւ պետք էր տեղավորել մարդկանց, հա 2016-ին իդեպ այդ հարցը շատ հեշտությամբ համակարգված լուծվել էր զինկոմիսարիատների հետ նորմալ աշխատելով։ Ինչ է լինում, լրա համալրումը ինչ իրենց ներկայացնում, այսինքն երբ որ զորամասի զինվորական մասնագիտության հաստիկները թափուր են դառնում, կորուստներով պայմանավորված, զինկոմիսարիատները նախ եւ առաջ զորակոչում են այն մասնագետներին, որոնք ֆրոնտին պետք են, հրետանավորներ, կապավորներ եւ այլն։ Երբ որ դու սա կանգնեցնում ես այս գործընթացը, փոխարենը ասում ես ջոկատներով գնացեք։ Ես ինչին թվում էր բոլորի տանը բան կա, զրահաբաճկոն ու բան կա, սաղավարտ կա։ Տնից ասում էր վերցրեք գնացեք։ Բայց լավ գալիս են, հասնում են տեղ։ Տվյալ ստորաբաժանման հրամանատարը տեսնում է եկել են մոտ 100 հոգի նվիրյալ տղեկ։ Ես անգամ ով որ փախելել է, ես բարոյական իրավունք չունեմ իրան ասելու ինչու ես փախել, հա։ Եկել են, լավ ասում են, ինձ զորամասում պետք են հրետանավորներ, ոչ թե 100 հոգի, հետևակային հրետանավոր կա, 100-ից մեկը, երկուսը գուցե լինի, հա։ Հետո ինչ են անում այս տղեկ։ Երրորդ գծում ինչ որ միտեղ, հա, ոչ առաջին էշելոնում կամ երկրորդ ինչև է, տեղավորում են։ Հրետանին հարվածում է, բոլորը գիտեն, որ մեր 44 օրյա ժամանակ մեր կորուստները վիրավորների մեծ մասը բեկորային վիրավորումներ են, վնասվածքներ են ստացել։ Այսինքն հրետանին անդադ խփում է, բայրակտարը խփում է, իրենք մերձամարտի մեջ չեն մտնում, անցնում է 1 օր, 2 օր, 3 օր, մարդ մոտ հարց է առաջանում, ես այստեղ ինչ եմ անում, հա։ Եվ սա, գիտեք, սա պատահական չի արվել։ Իհարկե, խիտ առաջնագիծը հագեցնել անձնակազմով պետք էր։ Բայց երբ որ ամեն ինչ արվում է ոչ պրոֆեսիոնալ, քաոտիկ, բնականաբար 10-ից 1-ի մոտ էլ գուցե հարց է առաջանում, թողնեմ գնամ, հա։ Բանի 2016-ի ապրիլյանի ժամանակ ընդհանրապես ես հիմա Յուրի Գրիգորովիչ Խաչատուրովի բավական բաց այսպես հրապարակային մի ժամանակ երբ նախարարի խորհրդական էի, մի այսպես միջոցառման ժամանակ, իշխում ինքը ասեց ուրեմն ապրիլյանի ժամանակ ընդհանրապես մի հոգի է թողել, հետ եկել, այն էլ չի հասել տեղ, ասում է սովիստ его замучило, թողել հետա վերադարձել։ Դա մի հոգի ենք ունեցել, ով էլի հետ է եկել, չի փախել։ Այս որովհետև ամեն ինչ կազմակերպված։ Ուղղակի դա պետք էր, որ ուրիշ մարդիկ զինվորականները տեսնեն, որ մարդիկ են հետ գնում եւ կիսախոճապ են տրամադրում։ Բնականաբար, սա նաեւ խոճապ պետք է ստեղծեր եւ իհարկե կա մեղքը բանակի վրա, կամավորների վրա բարթելու Նիկոլին այսպես բանան արդարացնելու մոտիվը, որը ուղղակի սնանկի սկզբան է, որովհետև Անջամալյան գործընկերներից Մոսկվայից եւ Լոս Անջելեսից հուշում են, որ իրենք էլ հարցեր ունեն, բայց մինչեւ նրանց փոխանցելը շարունակելով այս թեման եւս մեկ հարց։ Միշտ զինվորականները ասում են, որ հաջորդ պատերազմը մի քիչ այլ է լինելու, քան վերջինը, ավելի առաջացած տեխնոլոգիաներով եւ մեթոդներով է լինելու։ Եթե մենք հաշվի առնենք վերջին պատերազմը, ինչպիսին էր, որ եկավ մեր գլխին, անօթաչուների ֆակտորը միայն, դուք էլ նշեցիք բայրակթարների ֆակտորը։ Հաջորդ պատերազմին, որ դուք նշեցիք ձեր ձևակերպումը, նշեմ ագրեսիան անխուսափելի է եւ նախապատերազմական վիճակ, սրանք ձեր ձևակերպումներն են։ Հաջորդ պատերազմին մենք պատրաստ ենք գոնե բայրակթարների առաջ առնել։ Տեսեք, բայրակթարները ինքնին մի սարսափելի Այո, իհարկե։ Մի բան չի։ Մենք տեսանք ինչքան շուտ առաջ առան։ Դամբասում, մենք տեսնում ենք ուկրաինական ճակատում, շատ արագ հարցը լուծվեց։ Ես հիմա ուզում եմ հղում անել 2021 թվականին, կարծեմ փետրվարին թե մարտին 168 AM-ին Դավիթ Սարգսյանին, Սերժ Սարգսյանի հայտնի ուրեմն այդ ինտերվյուից։ Ինչ էր ասում երրորդ նախագահը, ասում էր իրենք սպառազինության պլանները փոփոխել են։ Պետք էր ձեռք բերել 3 խմբականակ Տոր M2, իրենք մի խմբականակը մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխություն կոչվածը տեղ էր ասել, այն երկուսը չեն ձեռք բերել։ Փոխարենը ինքնաթիռներն են արել, Սու-30-ները, որոնք չեն թռել, չէ, առանց հրթիռների են ձեռք բերել,
որում ռուսական կողմը հարցը, ես եթե չեմ սխալվում, շատ հստակ դրել է, որ ուղղակի արդյունաբերական հզորություններով պայմանավորված այս պահին իրենք չեն կարող տալ, հա, մատակարարել։ Բայց լավ է, ինքնաթիռները կարող էին սելֆի համար շատ լավ էր, այո, կարող էին չկառավարվող հրթիռներով թռնել, հա, ինչ որ պահի, հա, եւ ճակատում խնդիր լուծել։ Չեն թռել։ Հիմա, եթե դու չես առնում հակաօդային պաշտպանության միջոցները, որում շատ լավ 16 թվականի փորձը հաշվի առնելով, երբ ադրբեջանական կողմը արդեն օգտագործել էր, հա, անօդաչուներ։ Փոխարենը ինչ ես անում, ոչինչ չես անում։ 20 թվականի փետրվարին Իդլիբի նահանգում Թուրքիան կիրառում է բայրակթարները կառավարական ուժերի դեմ Ասադի։ Արդեն ակնհայտ է, որ այստեղ խնդիր կա, իրենց այդ պրոքսի ուժերը Սիրիայում հիմա բայրակթարների աջակցությամբ գրոհում են Ասադի ուժերի դեմ, հա, այդ նույն ուժերը վաղը Արցախ են գնալու։ Հետևություններ ինչու չեք արել, իսկ այն ժամանակ գլխավոր շտաբի պետը Արտակ Դավթյանն էր։ Ունիկ Գասպարյանը նշանակվել էր ադրբեջանական ագրեսիայից ընդամենը 2-3 ամիս առաջ եւ ուղղակի ժամանակի առումով շատ բան փոխել ուղղակի չէր կարող։ Այմեր լավագույնը իդեպ հրամանատարներից է այդ պատերազմյան առաջին Արցախյանից հետո։ Հիմա հետեւություն արել են թե չեն արել։ Գիտեք, եթե խնդիրը դրված է, որ Սյունիքը պետք է հանձնել կռվով, իսկ կռվի իմիտացիայով, իսկ ես առավել քան վստահ եմ, որ հենց այդ սցենարը պետք է խաղարկվի, եթե չլինի իրանական ու ռուսական հակազդեցությունը։ Պատրաստ ենք թե չէ, ես ոչինչ ասել չեմ կարող, ես հասկանում եմ, որ գլխավոր շտաբը փորձում է ինչ-որ հնարավորություններ ստեղծել, բայց արդյոք քաղաքական ղեկավարությանը ձեռնտու է, որ մենք պատրաստ լինենք այդպիսի կռվի, հա։ Տեսեք, ես իդեպ հիշեցնեմ, շատ կարևոր մի բան ասեմ։ 44 օրյայի առաջի շաբաթվա ընթացքում պաշտպանության բանակը ջարդել է ադրբեջանական այն խմբավորմանը, որ ձևավորվել էր, որը պետք է ճեղքեր բանակի պաշտպանությունը, ուրեմն հարավ-արևելքում եւ հյուսիս-արևելքում։ Իրենք առաջացել են, բայց չեն ճեղքել պաշտպանությունը, կորուստներ են ունեցել ու կանգնել են։ Հիմա Նիկոլին արդարացնելու համար խամաճիկներ կան, կոնֆորմիստներ կան, ասում են մեր դեմ 5-րդ սերնդի պատերազմ է մղվել։ Ասեք, եթե 5-րդ սերնդի պատերազմ էին սկսում իրենք, բա դուք լրա համալրում ինչ եք կանգնեցնում։ Ինչու դուք չեք պատրաստվում այդ 5-րդ սերնդի պատերազմին։ Ինչու ձեռք չեք բերում հակաօդային պաշտպանության միջոցներ։ Չէ՞ որ պարզ էր Իդլիբի նահանգի օրինակը ագրեսիայից 6 ամիս առաջ ահազանգ էր մեզ, որ բայրակթարներ կան։ Այո։ Միանանք Մոսկվա, Հայկ։ Ես կուզենամ Անի հարցը շարունակեմ, մենք տեսնում ենք, որ հիմա փաստացի ուկրաինական պատերազմում կարելի ասել ռազմական հեղափոխություն է տեղ ունենում, նոր միջոցներ, նոր մարտավարություն կռվի, այստեղ շատ խոսացինք բայրակտարների մասին, բայց օրինակ նույն FPV դրոնները կարելի ասել հիմնական այդպես բեռը մարտական գործողությունները իրենց վրա են, թե ռուսական, թե ուկրաինական կողմից, մենք տեսնում ենք զրահատեխնիկան ոնց են փոխում, այդ նույն դրոնները ինչ թե հերետանու գործն են կատարում, թե նույնիսկ հոբ համակարգերի դերն են կատարում։ Հիմա այս պարագայումից հետո դուք տեսնում եք, որ Հայաստանում պատրաստվեն նմանատիպ պատերազմի թե օգտագործելու, թե պաշտպանվելու, օրինակ նույն այդ FPV դրոններից։ Տեսեք, ես կարող եմ ասել հետևյալը, որ մենք ունենք տեխնոլոգիական ներուժ եւ նորմալ իշխանության պարագայում մենք կարող ենք մեր հնարավորությունները մոբիլիզացնել եւ ինքներս X թվով արտադրություն կազմակերպել, ամսական X թվով անօդաչուների նաեւ ձեր նշած։ Բայց եթե մենք վերականգնենք մեր նորմալ դաշնակցային հարաբերությունները ստրատեգիական դաշնակցի հետ, եթե մենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները բերենք դաշնակցային մակարդակի, նաեւ մենք կարող ենք մատչելի գներով ձեռք բերել նույն իրանական անօդաչուները, որովհետև իրանական ռազմաարդյունաբերությունն այդ առումով ուղղակի ֆենոմենալ հաջողությունների է հասել։ Այսինքն մենք կարող ենք եւ մեր ռեսուրսը մոբիլիզացնել եւ ինքնուրույն արտադրություն կազմակերպել, մեր արտադրական հզորությունների ծավալը մեծացնել եւ ձեռք բերել։ Եվ հապկի շրջանակներում նաեւ շատ մատչելի ձեռք բերել։ Այնպես որ դա լուծելի հարց է, շատ արագ լուծելի հարց է։
Ես գիտեմ, որ մեր գլխավոր շտաբը հիմա էլ է ինչ-որ քայլեր ձեռնարկում այդ ուղղությամբ, ոչ այսպես կծկտուր տեղեկություններ ունեմ, չեմ էլ ուզում որպեսի այսպես անուններ ասեմ, հա թե ով որտեղ ինչ բանում պոզիցիայում ինչ աշխատանք է անում, մարդկանց վնաս չտալու համար։ Բայց եթե կա քաղաքական ղեկավարության, բարձրագույն քաղաքական ղեկավարության այդ մոտեցումը, հա, հիմնարար մոտեցումն առայն, որ մեզ բանակը մենք տեսնում ենք, չէ, որ ամբողջ միջոցները ուղղվում է ոստիկանության համակարգին, ահռելի միջոցներ։ Ոստիկանությունը ուռճացնում են, դրա զուգահեռ ուրեմն իրենց գլխավոր դատախազն ասում է սպանությունների թիվը ավելացել են։ Այսինքն ոստիկանությունը մեծանում է, ուռճացնում են։ Կոնտրակտիկներ ես դեպքեր գիտեմ, որ թողում են եւ գնում են ոստիկանությունեն։ Շատ կան նման դեպքեր, այսինքն համակարգը ուռճացնում են, համակարգը արդյունավետ ուրեմն չի աշխատում։ Բայց փաստն այն է, որ երկիրը ռեսուրսներ ունի, այդ ռեսուրսը եթե բանակ չի ուղղվում բավարար ծավալի։ Ես ուղղակի գիտեմ, որ եթե մենք ուզեինք գործող իշխանությունը ցանկանար պատրաստվել պատերազմի բարի բուն իմաստով հետ մղելու ադրբեջանական հերթական ագրեսիան, բոլորովին այլ տրամաբանության քայլեր պետք է ձեռնարկվեն եւ այդ քայլերի առնվազն ինչ որ մի հատվածը պետք է տեսանելի լիներ։ Միանանք նաև Լոս Անջելես Արթուր Սահակյանին, Արթուր։ Ողջունում եմ, Հայաստանը այս տարի 25 թվականին կարծես թե մեծացրել է ռազմական բյուջեն 20%-ով, եթե չեմ սխալվում 1.7 միլիարդ դոլար է, ի տարբերություն Ադրբեջանի, որը շատ ավելի շատ է մեծացրել 5.5 միլիարդ, եթե չեմ սխալվում։ Ամեն դեպքում այդ ծախսերի տրամաբանություն, այսինքն ինչ վերլուծություն կարող եք անել այս ուղղությամբ, եթե ճիշտ են այն խոսակցությունները, որ Ադրբեջանը ավելի շատ այսպես հարձակողական զենքերի գնման վրա է ուշադրություն դարձնում, արդյոք Հայաստանը իր ծախսերը, ռազմական ծախսերը համապատասխանեցնում է Ադրբեջանին, թե այդպես ասած, ինչպես պատահի իրենք ինչի վրա ընդհանրապես ծախսում, ուր է գնում, այսպես ասենք, ռազմական բյուջեի գումարները, ուր են գնում, ինչի վրա են ծախսում, եթե առավելևս եթե մենք տեսնում ենք, որ այդ բյուջեն մեծանում է, եւ երկրորդ հարցն եմ ուզում տալ ձեզ, ինչպես եք տեսնում Միացյալ Նահանգներից զենք գնելու հնարավորությունը եւ հեռանկարը, արդյոք դա հնարավոր է, ճիշտ է, թե պետք է ընդհանրապես այդ մասին նույնիսկ չմտածել։ Շնորհակալ եմ, երկրորդ հարցից սկսեմ, շատ քիչ հավանական եմ համարում, որովհետև նախ շատ թանկ է, ուղղակի շատ թանկ է։ Եթե կա շատ մատչելի, բայց նույն որակական չափանիշները ապահովող, հա, սպառազինություն, ինչու գնել թանկը, սա առնվազն պետական միջոցների վատնում է։ Իմաստ ունի այն դեպքում, եթե ինչ-որ տեխնոլոգիական սեգմենտում մենք տեսնենք, որ ռուսական սպառազինությունը զիջում է, փորձենք փոխհատուցել, սա կարելի է սկզբունքորեն, այսպես կվաճառի ԱՄՆ-ն մեզ իմանալը, որ մենք դեռևս Ռուսաստանի հետ առնվազն որոշակի ռազմական համագործակցություն ունենք։ Գիտեք, Թրամփի իշխանության պարագայում գուցե վաճառի, բայց ես էլ եմ կրկնում, հիմա սպառազինությունների զարգացման այս փուլում ռուսական սպառազինությունը համենայն դեպս ոչնչով չի զիջում, հա, արևմտյան, նաև ամերիկյան տարբեր իրենց սեգմենտներում հավասար նույն որակական չափանիշներով նույն սպառազինությունն է։ Իհարկե կա քաղաքական կոնտեքստը, արժի-չարժի, այն դեպքերում, երբ մենք առանց հակադրվելու տրամաբանությամբ ինչ որ դեպքում տեսնենք, որ իմաստուն ինչ որ առանձին դեպքերում կարելի է բանակցել, փորձել խնդիրը լուծել, բայց ասել, որ սա կարող է, չգիտեմ, հապկին փոխարինել, իհարկե անհեթեթություն է, Միացյալ Նահանգներն էլ ըստ ամենայնի այո, քաղաքական այս կողմը կա, կարող են ինչ-որ պահանջներ դնել, իսկ մենք այն իրավիճակում չենք, էլի, որ փորձադաշտի վերածենք մեր երկիրն, ասենք լավ վերեք, ժխտենք սա այն հույսով, որ մեզ արևմտյան մի երկիր կզինի։ Հիմա այս հույսով իրենք փորձում են սպառազինություններ ստանալ Ֆրանսիայից։ Սիմվոլիկ քանակով գուցե ինչ-որ բան ստացել են, բայց մեզ պետք է անընդհատ մեծ թվով սպառազինության մատակարարում հատկապես ագրեսիայի ընթացքում է անխափանությունը մատակարարման եւ հետո ոնց է սպառազինությունը տեղ հասնել օրինակ մենք միակ հուսալի ճանապարհը սպառազինության տեղ հասցնելու Իրանի օդային տարածքն է
Վրաստանը օդը փակել էր, հիշում ենք, 44 օրյայի ժամանակ։ Պատկերացնել, որ ամերիկյան սպառազինությունը Իրանի տարածքով կարող է գալ, դե այդպես, չգիտեմ, շատ հեռու պետք է լինես էլի քաղաքական անցուդարձից կբերեն։ Հետևաբար ինչպես Ինջերլիկ բազայից կբերեն Թուրքիայից։ Տեսնում եք, դա կան նման։ Դե գիտեք, ասելը հեշտ է, օրինակ մեր պարագայում շատ ավելի դժվար է զենքը տեղ բերելը, քան թե զենքը ձեռք բերելը։ Դրա համար մենք ունենք Իրանի Իսլամական Հանրապետության միակ կորիդորը զենքը տեղ հասցնելու։ Այս քաղաքականություն։ Միայն մի բան էլ ասեմ, իդեպ ռուս-իրանական դաշինքի գոյության պայմաններում մեզ այսպես շատ է որոնել, թե որտեղից ինչ ձեռք բերելու կարիք ուղղակի չկա, նամանավանդ երկու երկրներն էլ մեծ հաջողություններ ունեն ռազմարդյունաբերության ոլորտում։ Առաջին հարցի վերաբերյալ, տեսեք, մենք հիմա շատ խոցելի վիճակում ենք։ Եվ զուտ գումարը միլիարդ 700 միլիոն, տեսեք, մենք ունենք Արցախ։ Կար ստրատեգիական խորություն պաշտպանության կազմակերպման։ Հիմա մենք ունենք ընդամենը հարավում 45, 47, հա, տեղ ավելի քիչ 26, 27 կիլոմետրանոց լայնությամբ Սյունիք։ Եվ այստեղ ամեն լուման պետք է շատ ու շատ մտածված ծախսել։ Ես էլի եմ կրկնում, գլխավոր շտաբում ունենք տարբեր միավորներում ստրուկտուրալ բանիմաց մասնագետներ, ովքեր վտանգը տեսնում, adekvat գնահատում են, չեն բարձր, այսպես չեն խոսում, շատ լավ հասկանում են, որ այս ողորմելի իշխանության օրերը հաշվված են, փորձում են ինչ որ մի վիճակի գոնե պահել մարտունակությունը բանակի, հենարան լինի, որի վրա հենվելով վաղը փորձենք ու անպայման վերականգնենք։ Տեսեք, այսինքն մենք շատ խոցելի վիճակում ենք եւ այստեղ մենք ինչ խնդիրներ ունենք։ Այո, մեծ միջոցներ են հարկավոր լինելու, որպեսզի խոցելի դարձած Հայաստանի Հանրապետությունը, նաև հատկապես հարավեսյունիքն ու Վայոց ձորի պարագայում, որտեղ չկա ստրատեգիական խորություն պաշտպանության, որպեսզի մենք գոնե կարողանանք ագրեսիայի պարագայում դիմակայել ու պահել հատվածները, մարզերը։ Հիմա ուր են գնում այդ գումարները։ Առնվազն վատնվում են, եթե մենք հապկի հնարավորությունները չենք օգտագործում, հապկի խողովակներով զենք չենք ստանում, հա։ Ավելի թանկ ենք առնում։ Տեսեք, անշուշտ պետք են լինելու մեծ միջոցներ։ Երկրում այդ հնարավորությունները կան եւ մենք այլ տարբերակ քան ռուս-իրանական դաշինքի հետ ճանապարհ անցնելը չունենք, որովհետեւ մեր անհրաժեշտ եւ սպառազինությունը պետք է այնտեղից մատչելի ձեռք բերենք։ Իրենց էլ ձեռնտու է, որ մենք այդ սպառազինությամբ ոտքի կանգնենք, մեր ինքնաբավությունը վերականգնենք։ Այլ հապկը ռուս-իրանական դաշինքի մաս կազմելը մեզ պետք է նախ եւ առաջ մեր ռազմական պաշտպանական ինքնաբավությունը վերականգնելու համար, որպեսզի մենք սուբյեկտ լինենք, այդ կարևոր օղակը լինենք, հա, ռեգիոնում Իրան, Ռուսաստան։ Պարոն Ջամալյան, ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել նախաձեռնությամբ շրջանառության մեջ դնելով մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող փաթեթ, որի նպատակն է արդյունավետորեն պայքարել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու տարածված երևույթի դեմ։ Падգամավորն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը ներկա 27-ի փոխարեն դարձնել 37 տարի, մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում սահմանել 15 միլիոն դրամ բազային տուրք, որը համարժեք է այն գումարին, որը ներկայում 27 տարին դրացած եւ ծառայությունից խուսափած քաղաքացիները վճարում են քրեական պատասխանատվությունից խուսափելու համար, ինչպես նաեւ падգամավորը այս առաջարկում է քրեականացնել բժշկական փորձաքննությունից կամ նմուշների ներկայացումից հրաժարվելը, երբ դա արվում է զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով։ Նաև ավելի վաղ եղել էր հայտարարություն այն մասին, որ այս падգամավորը նաև հողում էր արել դրան, որ Պաշտպանության նախարարությունը ծրագրում է մինչև 2027 թվականը կրճատել պարտադիր ժամկետային ծառայության ժամկետը պայմանագրայինների թիվն ավելացնելու միջոցով։ Հաշվի առնելով այս նախաձեռնությունները Փաշինյանի քաղաքական թիմի, որը նրանք կոչում են ռեֆորմ, նախ կհամաձայնեք, որ սրանք ռեֆորմներ են եւ որքանով արդյունավետ կարող են լինել։ Ես ավելացնում, սա բանակի աղքատների համար։ Դե ուզենք թե չուզենք, առաջի միտքը, որ ունենում ես լսելով սա, իհարկե հենց դա է, որ դրան է տանում, հա։ Բայց տեսեք, երկիրը կանգնած է ագրեսիայի շեմին, հա։ Եվ ցանկացած էքսպերիմենտներ բանակի հետ կապված ուղղակի անընդունելի են։
Այո, պետք է մեծ ուշադրություն դարձնել ու զարկ տալ պայմանագրային ուրեմն սեգմենտի զարգացմանը եւ երկիրը այդ ռեսուրսը ունի, որովհետեւ եթե մենք մոտ 15000-ից ոստիկանությունը սրանք ավելի ճիշտ ուրճացրել բերել են համարյա մինչև 30000-ի են հասցրել ու դրան էլ զուգահեռ սպանությունների թիվն էլ աճել է ըստ իրենց գլխավոր դատախազի տվյալների։ Իսկն բացահայտ անարդյունավետ քաղաքականություն ուրճացրել է ստրուկտուրան, հանցագործությունների թիվը աճել է։ Հիմա եթե մենք բնական տրամաբանական ծավալների բերենք ոստիկանության թիվը, միջոցներն ուղենք զինված ուժերում պայմանագրային զինծառայությունը խրախուսելու, խթանելու, բնականաբար այլ պատկեր կունենանք։ Հետո մի ռետորական հարցի դեպ, եթե այդպես խաղաղության օրակարգ եք սկսում ու հեռանկարները խաղաղ են, էլի, խաղաղ հեռանկարներ են սպասվում, ինչ եք այդպիսի կոպիտ, հա, այսպես ասենք, էլի ավելի բան դարձնում, խիստ դարձնում էլի օրենքները։ Ուրեմն ամենալավ գաղափարն անդամ եթե ասես իշխանությունը կայլանդակեն, կայլասերեն կդարձնեն ԿՊ-ական մի բան։ Հիմա դա շատ պարզ է։ Ոչ թե պետք է սահմանային տարիքը վերել հասցնել լեսի մոտ։ Պայմանագրային զինծառայության վրա պետք է շեշտը դնել, պետությունը այդ գումարները ունի, պետք է սպայի մասնագիտությունը հրապուրիչ դարձնել, որպեսզի վաշտողակում, դասակողակում մենք թափուր հաստիկներ չունենանք։ Իհարկե պետք է պայքարել ամեն տեսակ, չգիտեմ, բաների դեմ, հա, խախտումների, օրինախախտումների դեմ, բայց այս իշխանությունը դա չի կարող անել, որովհետև ամեն ինչի վերջո գալու հանգելու է ելակին ու ներքնազգեստին։ Եթե երկիրն ունի ռեսուրս, իսկ մենք տեսնում ենք, որ ունի, այդ ռեսուրսը կարելի է դնել, աշխատավարձերը բարձրացնել, պայմանագրային սեգմենտը ուժեղացնել, այդքան մի բան։ Պարոն Ջամալյան, շնորհակալություն այս հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։